Վերջին զանգը սերիալը շարունակում է պահել իր դիտարժանությունն ու դինամիկ լարվածությունը յուրաքանչյուր նոր սերիայով գրավելով հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալն աչքի է ընկնում իր բազմաշերտ սցենարով, հոգեբանորեն բարդ կերպարներով և անակնկալ զարգացումներով։ Սյուժեն ոչ միայն սիրային ու ընտանեկան գծեր ունի, այլ նաև ներառում է դավաճանություն, վրեժ, խոր անցյալից եկող գաղտնիքներ, որոնք աստիճանաբար բացահայտվում են։ Դիտողը միշտ գտնվում է անորոշության մեջ, սպասելով, թե հաջորդ քայլն ով կանի ու ում կողմն է ճշմարտությունը։ Կերպարների փոխհարաբերությունները համադրվում են թե ուզական, թե հոգեբանական կոնֆլիկտների հետ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր տեսարան բերում է լարվածություն ու հետաքրքրություն։ Նոր կերպարների հայտնվելով սյուժեն ավելի է խորանում, ստեղծելով սիրային եռանկյունիներ, ընտանիքների բախումներ ու անսպասելի բացահայտումներ։ Դիանա Գրիգորյանի սերիալին բնորոշ է նաև դերասանական կազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, կերպարներն այնքան կենդանի են ներկայացված, որ դիտողը հաճախ մոռանում է, որ դա պարզապես սերիալ է։ Այս պահին սերիալում արդեն սկսվել է նոր շրջափուլ, որտեղ շեշտը դրվում է հերոսների անցյալի ու ներկայի բախման վրա։ Դավադրություններ, ընտանեկան դրամաներ, սիրային պատմություններ, ամեն ինչ միահյուսված է բարձրորակ սցենարի մեջ ու ամենակարևորը, սերիալը շարունակում է իր ամենամեծ ուժը անակնկալները պահելով։ Հեռուստադիտողները էկրանին գանված են մինչև վերջին վայրկյանը, ցանկանում են նաև տեղեկություն կոնկրետ սյուժետային գծի կամ կերպարի մասին, գրեք այդ մասին, որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հեռուստասերիալի ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին ու սպասեք նոր զարգացումների, իսկ անակնկալները առջևում են։ Մնացեք մեզ հետ։ Stop. Մի խոսքով ես շատ եմ սիրում Իմյանային ու ուրախ եմ, որ դուք եք սիրել Իմյանային։ Շատ շնորհակալ եմ սցենարիստներին, շատ շնորհակալ եմ Դիանային Գրիգորյան, որ այս կերպարը ստեղծվել է, որովհետև ես շատ սիրով եմ իրան կերտում, մեծագույն սիրով, գտնում եմ իրանի մեջ, իրեն զուլում եմ ինձ։ Մենք շատ նման ենք, այո։ Ես էլ եմ կյանքում շատ պոզիտիվ, դրական, իհարկե մեր ազգը չի սիրում, շատերը չեն սիրում, երբ ուրախ ես, շատ են ասում թեթև սոլիկ, չգիտեմ, այնտեղ անգամ չէին սպասում հաղորդմանը, երբ եկել էին ինձ հյուր ու ես նորից այնց ուրախ, այնպեսին ինչպիսին կամ խոսել եմ, պատմել եմ, ծիծաղել եմ, շատերը գրել էին, ինչի ես այդքան ծիծաղում եւ այլն, բայց կարծում եմ, որ ծիծաղելը ամենալավ բանն է, որ կարող է լինել մարդու կյանքում, միշտ ժպտալ, ուրախ լինել, ու այդ լավ տրամադրությունը ասեմ, իմ Յանան շատ նման է ինձ, շատ էմոցիոնալ, խենթ, մի խոսքով ինքը այն կերպարն է, որ երևի թե ես միշտ գախնի երազել եմ խաղալ, որովհետև կարելի ասել ես հիմնական խաղում եմ ինքս ինձ ու շատ եմ սիրում իրան, իր այդ խենթությունը, իր այդ անմիջականությունը, պարզությունը, որ ինքը ուղղակի սիրում է ու վերջ ու կարծում եմ մենք շատ ընդհանուր գծեր ունենք ու շատ նման ենք իրար, ես ինձ շատ ասոցացնում եմ Յանայի հետ, իհարկե այդ աստիճան խենթ չեմ, չգիտեմ, կուզեի լինել այդ աստիճան աննորմալ թե չէ, բայց լավ իմաստով աննորմալ, որովհետև ես սիրում եմ իր այդ բարի գժությունները, ինքը սիրում է իհարկե, բայց տենց հանուն սիրո գժություններ ան, բայց կարծում եմ, որ ոչ մեկին չի վնասում իր այդ սերը։ Ու երևի թե ես ինքս շատ կուզեի Յանայի նկարահանման եմ ես դեռ, այսօր նենց հետաքրքիր հավես ռիլ եմ տեղադրելու Այն օրվա աշխատանքի արդյունքն է, այնպես որ սպասեք։ Ինչքան եմ սիրում ես իմ արած գործի որակը երդվում եմ։ Երանի բոլորը տենց աշխատեին կամերաներով, սյուժեով, սցենարով, մտքերով։
իդեալական կլիներ Instagram-ի վիճակը։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ էր մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։ Բարի օր սիրելի հետևորդ, հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ պարբերաբար ներկայացնել վերջին զանգը հեռուստասերիալի թարմ նորությունները։ Իհարկե չեմ կարողանում ես լիարժեք խոստումս իրականացնել, որովհետև հավանաբար կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ սարսափելի ծանրաբեռնված ենք աշխատում գիշեր ցերեկ գիշեր առավոտ։ Շատ խառը եւ ոչ մարդկային ռեժիմով։ Այսպես ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր իմացիր ավելին հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել ենք հերոսածին մայրերին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, շատ հուզիչ ապրելու մասին է այսօրվա հաղորդաշարը։ Բաց չթողնեք 20:50 Armenia TV եթերում, որից անմիջապես հետո կարող եք արդեն հետևել վերջին զանգը հեռուստասերիալի իրադարձություններին։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ էր մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։